Գյումրու կաթվածի և նյարդաբանության բաժանմունքը մեկնարկում է կաթվածի դեմ պայքարի միջոցառումների շարք։ Նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածության մակարդակը, ճիշտ ու ժամանակին կազմակերպել առաջին բուժօգնությունը։ Հանդիպումը այս անգամ շտապ բուժօգնության օղակի հետ էր։ Կաթվածի բուժման մեջ շտապ օգնության օղակի դերը շատ մեծ է, քանի որ հատկապես իշեմիկ կաթվածների բուժումը շատ ժամանակ կախյալ է, այսինքն շատ կարևոր է, թե ինչքան արագ մենք կհայտնաբերենք կաթվածով հիվանդներին եւ ինչքան արագ կարող ենք սկսել բուժումները, հետեւաբար շտապ օգնության օղակը անկյունաքարային դեր է խաղում այդ արագությունը ստանալու համար։ Կաթվածի ախտանշանների ճանաչումը եւ հիվանդի արագ տեղափոխումը կարող է կյանքեր փրկել եւ թույլ չտալ, որ մարդիկ հաշմանդամ դառնան։ Ֆրանսիայի հարավ-փարիզյան բժշկական կենտրոնի նյարդաբան մեր հայրենակից Մանվել Աղասարյանը ներկայացրեց ֆրանսիական փորձը։ Մենք ասում ենք ժամանակը ուղեղ է, որովհետեւ կաթվածով հիվանդը ինչքան շուտ հայտնաբերվի, ինչքան շուտ հարցնի կաթվածի կենտրոն, այնքան շատ ավելի ուղեղային հյուսված կարելի է փրկել անոթը բացելով եւ այնքան կարելի է լավացնել հիվանդի ֆունկցիոնալ վիճակը եւ պակասեցնել մահացությունը։ Գյումրու կաթվածի եւ նյարդաբանական բաժանմունքը կաթվածով հիվանդների թվով երրորդն է հանրապետությունում, տարեկան մոտ 600 կաթվածով ստացիոնար բուժվող հիվանդներով։ Գյումրու բժշկական կենտրոնում կաթվածի կենտրոնի հիմնադրումը իրավամբ մեծ հաղթանակ էր մեր համար, բոլորիս համար, եւ հիմա ի շնորհիվ դրա Շիրակի մարզի բնակչությունը, Լորվա մարզի բնակչությունը, մասամբ նաև Արագածոտնի մարզից որոշ բնակավայրերից մենք կարողանում ենք լիարժեք ծածկույթ ապահովել եւ սպասարկել բնակչությանը։ Եվ դա է պատճառը, որ այսպիսի մեծ թիվ ունենք։ Իրականում ոչ թե խնդիրը այն է, որ Շիրակի մարզում կաթվածները շատ են հանդիպում, այլ կաթվածի կենտրոնը ձգողական ազդեցություն ունի եւ շրջապատի քաղաքներից, բնակավայրերից կաթվածները հավաքվում եւ բուժվում են մեր կենտրոնում։ Պետպատվերով կաթվածի անհետաձգելի բուժօգնության ծրագիրը արդեն 3 տարի է գործում Գյումրիում։ Հիմա Գյումրու կաթվածի բաժանմունքի մասնագետների պատասխանատվությամբ հնարավոր է նաև սուր կաթվածի բուժման մի մասը իրականացնել Վանաձոր ԲԿ-ում։ Շտապ օգնության բժիշկը, երբ որ գնում է հիվանդի տուն եւ տեսնում է, որ ինսուլտ կա կամ կասկածում է, թեկուզ վստահ չի, միանգամից կապվում է Գյումրու կաթվածի կենտրոնի պատասխանատուի հետ, ստանում է համապատասխան հրահանգներ, հաղորդում է, հետո հասնում է հիվանդանոց, հիվանդանոցից տեղեկացնում է, որ արդեն հիվանդը գտնվում է հիվանդանոցում, այնուհետև հիվանդանոցի բժիշկները ինչ որ պետք է անեն, կատարում են իրենց գործառույթները, տեղեկացնում են նորից Գյումրու կաթվածի կենտրոնին եւ անհրաժեշտության դեպքում մեր միջոցով կազմակերպվում է հիվանդի տեղափոխությունը Գյումրու կենտրոն։ Հրավիրվել էին Շիրակի եւ Լոռու բոլոր, նաև Արագածոտնի որոշ ենթակայաններից բժիշկներ ու բուժաշխատողներ։ Բացի դասախոսություններից նաև կլոր սեղանի ֆորմատով տեղի ունեցան բաց եւ հագեցած քննարկումներ շտաբ բուժօգնության եւ Գյումրու կաթվածի թիմի բժիշկների միջև։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, Լուրեր։